Ինչ ենք անելու հունիսի 7-ին։ 17, հունիսի 7, համար 17։ Միասին կարող ենք, միասին։ Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավը Երևանում մեկնարկել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից։ Դաշինքի ցուցակագլխավորող վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը իր ելույթը սկսեց գործող իշխանության քաղաքականության քննադատությամբ։ Երբ սկսվեց հատկապես պայքարը Արարատ լեռան դեմ, միանգամից մտածեցի, իսկ Մալաթիա Սեբաստիա անունը տարածքային պահանջ չի Թուրքիայի նկատմամբ։ Արդյոք մնալու է այդ անունը, թե փոխվելու է։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ես չունեմ։ Միգուցե նաև Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար։ Հիմա ինչ անենք։ Քոչենք ստղից, թե քոչացնենք։ Քոչարյանը հարց բարձրացրեց, ինչ է նշանակում սիրել երկիրն ու ժողովրդին։ Երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամուր են պահել։ Ոչ, ուրեմն չեն սիրում։ Ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Երևի առաջերտին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ինչ են արել։ Հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր եւ տարածքային կորուստներ։ Սա է ձեր սերը։ Դաշինքի առաջնորդը անդրադարձավ նաև Երևանի խնդիրներին, կարծիք հայտնելով, որ 8 տարվա ընթացքում մայրաքաղաքում լուրջ ծրագրեր չեն իրականացվել։ Ուղղակի հիշեցնեմ, 2000 թվականների սկզբից նկատել ենք, որ խնդիր է առաջանում խցանումների եւ կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկել։ Այնինչ որ տեսնում եք քաղաքում ամբողջը կառուցված է այդ տարիների ընթացքում եւ այն ժամանակ հարցը լուծեցինք, բայց կյանքը զարգանում է եւ պետք է շարունակել։ Չեն անում, չեն կանխատեսում, չեն գուշակում, չեն մտածում, թե ինչ է լինելու 2 օր հետո։ Եվ դրանից տուժում է երկիրը բոլոր հարցերում իդեպ։ Ոչ միայն Երևանի վերաբերյալ, անվտանգության հարցերում, արտաքին քաղաքականության հարցերում։ Քոչարյանը խոստացավ նաև վերանայել գույքահարկի գործող համակարգը, ներել տուգանքները եւ պետական ծառայողների պարգևավճարների փոխարեն բարձրացնել աշխատավարձերը։ Եթե ունեք այդ հնարավորությունը, եթե կա փող բյուջեում, ինչի եք այդ փողը հասցնում պետական ծառայողին պարգևավճարի ձևով, բարձրացրեք աշխատավարձը։ Որ չստացի, որ դու լավություն ես անում, վերջը դա պետության փողն է, դա բյուջեի փողն է, հարկատուների գումարներն են։ Հանրահավաքում ելույթ ունեցող Հայաստան դաշինքի ազգային ժողովի պատգամավորի թեկնածուները եւս հիմնական շեշտը դրեցին Երևանի խնդիրների, հարկային բեռի, ենթակառուցվածքների եւ անվտանգության հարցերի վրա։ Պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, Հայաստան դաշինքը նախընտրական ծրագրում Երևանին հատուկ ուշադրություն է դարձրել։ Երևանը ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլ աշխարհասփյուր հայության սիրտն է, հոգին է, մայրաքաղաքն է, ու մենք արժանի ենք նենց Երևանի, որտեղ քաոս չկա, որտեղ մի ծայրից մյուսը գնալու համար ժամ ու կես չես ծախսում, որտեղ գոնե գիտես, որ կայանման տեղ կգտնես։ Պատգամավորի թեկնածու Արտուր Խաչատրյանը անդրադառնալով ազգային ինքնությանն առնչվող հարցերին հայտարարեց, գործող իշխանությունը փորձում է հասարակությանը պահել վախի մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ վախեցնում է, եթե դուք ինձ չքվեարկեք, եթե իմ օգտին դուք չքվեարկեք, վաղը Ադրբեջանը Հայաստանի դեմ կռիվ պիտի սկսի։ Եվ Ալիևը, որքան էլ որ դա զարմանալի է, իրան կրկնում է, նույն թեզն է կրկնում, ասում է, չէ, մենք Հայաստանի հետ խնդիր չունենք, այկան ընդդիմադիր ուժեր, դրանցից զգուշ մնացեք, բայց մնացածների հետ նորմալ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր եղբայր Իլհամ Ալիևը Հայաստանի վերաբերյալ նույն պատկերացումներ ունեն։ Հայաստան առանց Մասիս Սարի, Հայաստան հայ ժողովուրդ առանց պատմական հիշողության, առանց եկեղեցու եւ առանց իղձերի ու ցանկությունների։
Աննա Գրիգորյանը ներկայացրեց դաշինքի 5 հիմնական խոստումները՝ անվճար կրթություն, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, գույքահարկի և սև ցուցակների վերանայում, խցանումներից ազատվելու համար նոր ենթակառուցվածքների կառուցում։ Սա ընդամենը 5 խոստում էր մեր պլատֆորմից, դեռ շատ խոստումներ կան, որի մասին կխոսենք, հավատք, պատմություն, խորհրդանիշներ, ինքնության այլ տարրեր։ Մեր բոլորիս միավորող ինքնության տարերի նկատմամբ հայտարարված է պատերազմ եւ այս ընտրությամբ մենք կասեցնելու ենք այդ պատերազմը, կանգնելու ենք մեր պատմության կողքին, տերեկ լինելու մեր անցյալին եւ մեր ապագային։ Հայաստան դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո։ Միասին կարող ենք կարգախոսով։ Դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ եւ ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։